Փորձենք սպասել մի քանի վայրկյան ու մեր բաժանորդները միանան մեզ հասկանանք ինչ հետաքրքիր ուղիղ եթեր ենք ունենալու այսօր կապը լավ է ձայնս լսվում է երևում է հեռախոսի վրա որ ձայնս լսվում է բաժանորդները արդեն միանում են մեզ Բարի լույս Հայաստան, բարի լույս հայեր, ես սպոն եմ ինչպես հասկացաք մենք Miracle Tour Travel ընկերության կազմակերպած դեպի Իտալիա խմբային տուրով, Սպոյի հետ Իտալիա, այդ խմբային տուրով գտնվում ենք Էսպային Հռոմում Համաշխարհային կենտրոնական քաղաքներից մեկը, պատմական քաղաքներից մեկը Հռոմը Այս պահին մենք արդեն երկրորդ օրն ենք այստեղ, Ժորջան, դե ինչպես արդեն գիտեք, սա Կոլիզեումն է։ Մենք Կոլիզեում ենք էքսկուրսիա է մեր մոտ, բայց ես առանձնացել եմ այս պահին, քանի որ մենք ունենք ազատ ժամ, ես ուզում եմ խոսեմ շատ հետաքրքիր էքսկուրսիաներից, մեր տուրիստները արդեն մոտիկանում են, ուղիղ եթերի մեջ է ժողովուրդ։ Բարև Հայաստան։ Այս են շատ հետաքրքիր Ման են գալիս, ես խոսեմ, շարունակեմ իմ խոսքը, ուրեմն մենք մեծ խմբով, շատ մեծ խմբով երեք այցելել ենք արդեն Իտալիա, սա Իտալիա խմբային տուրն է, ինչպես գիտեք դեռ արդեն 5 ամիս առաջ այս բոլոր տեղերը վաճառված են եղել Իտալիա խմբային տուրի, մենք մեծ խմբով երեք ժամանել ենք Հռոմ, մնացել ենք Հռոմում ամբողջ օրը ես անակնկալ մեր տուրիստներին երեք երեկոյան բոլորի հետ նորից եկել եմ այստեղ կենտրոն գիշերային Հռոմն ենք ման եկել շատ հետաքրքիր օր ունեցանք երեք միանգամից թռիչքից հետո հյուրանոցում ստացանք սենյակները եւ եկանք գիշերային Հռոմը վայելելու ման եկանք փորձեցինք իտալական պիցան, պաստան, ռիզոտոն մի խոսքով շատ հետաքրքիր դեպ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ երբ որ մենք սրճարանում նստած էինք ու հասկացան որ հայեր էինք մատուցողները մեզ հայերենով ասեցին ոնց եք բարև ձեզ ու մենք հասկացանք որ Հռոմում Իտալիայում հայերը այնքան շատ են եւ շատերն էլ որպես տուրիստներ գալիս գնում են որ մատուցողները արդեն հայերեն են խոսում շատ զարմանալու էր Հռոմում ես այդ ամեն ինչը տեսել էի Եգիպտոսում Դուբայում բայց Հռոմում անակնկալի եկա Եվ հիմա տեսեք մենք երկրորդ օրն արդեն ու արդեն սկսում է ծրագրով, այն ինչ որ նշված է ծրագրով, մեր էքսկուրսիոն ծրագիրը մենք այսօր էքսկուրսիա Հռոմում լինելու ենք Հռոմի ամենաթույն, ամենաֆանտաստիկ տեղերում, մենք ոչ միայն Կոլիզեումը տեսնելու ենք դրսից, արդեն 1 ժամից մենք կլինենք Կոլիզեի ներսում, այնտեղից իհարկե թույն վիդեոներ կնկարեմ, մենք գլադիատորների խցերում ենք լինելու, տեսնելու ենք այդ ամեն ինչը Մի խոսքով իմպերատորների նստած տեղիները, որտեղ որ նայել են գլադիատորների մրցույթները շատ հետաքրքիր, շատ թույն, շատ մանրակրկիտ էքսկուրսիա է լինելու, Պանթեոն են գնալու, շատրվաններն են գնալու, մի խոսքով կոպեկ ենք նետելու այդտեղ, բարևում են տուրիստները։ Մի խոսքով Հռոմի էքսկուրսիան շատ բոմբ անցնելու, շատ թույն անցնելու, դե այլ կերպ չէր կարող լինել Miracle Tour Travel Սպոյի հետ։ Նորից նայեք ինչ ֆանտաստիկ է Կոլիզեյը։ Եվ վաղ արդեն Ֆլորենցիա, Պիզա, դե գիտեք այնտեղ Ֆլորենցիայում Միքելանջելոյի Դավիթ ամենակարևոր կետերից մեկը մենք անպայման նորից գնալու ենք, նորից տեսնելու ենք Եվ իհարկե արդեն գնալու ենք նաև Միլան, գնալու ենք Վենետիկ, գնալու ենք Սուրբ Ղազար կղզի, մի խոսքով Իտալիան մեր հայկական խմբի ոտքերի տակ, այսպես ուսումնասիրելու ենք ամենաթեժ, ամենաթույն, ամենակարևոր մասերը Իտալիայում Եվ իհարկե այդ ամեն ինչը նաև ցուցադրելու ենք ձեզ, դուք տեսնելու եք այդ ամեն ինչը իմ հեռախոսի էկրանով, այսինքն ոնց որ դուք մեր հետ մասնակցեք այս խմբային տուրին, բայց մեր հետ չլինելով այստեղ, իհարկե կտեսնեք ամեն ինչ։ Ժորջան, ես չեմ դադարում ամենաթույն
տեղերը ցույց տալու աշխարհի տարբեր քաղաքներից, երկրներից եւ ես իհարկե նաեւ Իտալիայում շատ սրճարաններում, շատ կարեւոր ռեստորաններում, էքսկուրսիոն վայրերում, տեսարժան հատվածներում կլինեմ, կտեղեկացնեմ ոնց է այդ ամեն ինչը կատարվում, ինչ արժեքներ են տիրում, որ դուք իմանաք եւ մասնակցեք այդ ամեն ինչին։ Հաջորդ մեր արդեն Իտալիա խմբային տուրի ժամանակ չեմ կարող ասել երբ կլինի, բայց հաստատ կլինի։ Իսկ հիմա ես ուզում եմ ասեմ, որ Ժորժ ջան, մեր հաջորդ տուրը Իտալիայից հետո դա Աֆրիկա, Զանզիբար, տեղերը արդեն վաճառված են, մեծ խումբ է լինելու իմ այդ Զանզիբարում, մենք տեղեր չունենք, Հունաստան ժողովուրդ մնացել է 4 տեղ, մենք Հունաստանում հին աթենքում ենք լինելու, այսպես ուսումնասիրելու ենք նույն ձևի այսպես պատմական վայրերը, գնալու ենք նաև Կրետե կղզի 5 օր էլ մնալու ենք Կրետե կղզիում, այնպես որ շտապեք այդ 6 տեղերը նույնպես վերցնել եւ արդեն ամառային Մոնտենեգրոներն է սկսվելու մեր հուլիսի 9-ին առաջին Մոնտենեգրո խմբային տուրն է կայանալու։ Բայց այդ ամեն ինչի մասին հետո ես կշարունակեմ խոսել, ես հիմա ուզում եմ անպայման ձեզ Իտալիան ներկայացնեմ, Հռոմը, ուզում եմ տեսախցիկը թեքեմ արդեն, այս կարևոր նորություններից հետո։ Ահա, տեսեք Ժորժ ջան, այն որ այստեղ Կոլիզեումն է, իսկ Կոլիզեումի կողքը հենց, տեսեք, հենց այս հատվածում գտնվում է արդեն ամենապատմական ամրոցների սյուները, տաճարները, տեսեք, իշքան տուրիստներ կան այստեղ։ Իշքան տուրիստներ կան այստեղ ու Հռոմի պատմամշակութային այս տաճարներն ու կոթողները, հələ նայեք ինչ սիրուն է ամեն ինչը։ Հռոմ, Ռիմ, բոլորի կողմից շատ սիրված։ Հին Հռոմը ձեր աչքերի առջև նայեք։ Այստեղ է կատարվեն ամեն ինչը, ինչ որ դուք պատմությունով, ինչ որ դուք գրքերում, ֆիլմերում, ահա, գլադիատորների ամֆիթատրոնը, Կոլիզեում, էլիշ կարա լինիս, ֆանտաստիկ, շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ այս պայն արդեն ուղիղ եթերս ընդհատեմ միանամ մեր տուրիստների շարունակենք մեր էքսկուրսիան եւ բայց չեմ դադարելու ձեզ ցուցադրեմ այս ֆանտաստիկ երկրի, այս ֆանտաստիկ քաղաքի, այս ֆանտաստիկ տեսարժան վայրերը։ Ձեր հետ սպոմ համբուրում եմ ձեզ կմիանամ հաջորդ ուղիղ եթերին կամ ռիլերի վիդեոների ժամանակ։ Ահա մեր տուրիստները այսպես հավաքված արդեն կեսը սպասում են մեզ, այսպես Իքշել համբերենք մյուս կեսը միանա ու շարունակենք։